Աշխարհի ամենաառաջադեմ կործանիչը F-35-ը մոտ 20 տարի է արտադրվում է, 7 տարի կիրառվում է մարտական գործողություններում եւ ոչ մի անգամ ոչ մի թշնամի չէր կարողացել այն ոչնչացնել։ Մինչև ապրիլի 3-ը պաշտոնական Թեհրանը կործանիչի ոչնչացումից կադրեր է հրապարակել։ Ըստ իրանական լրատվամիջոցների ամերիկյան ուղղաթիռները Իրանում կործանիչի օդաչուին են փնտրում։ Սակայն Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նշում է, որ սա ոչնչացված երկրորդ ամերիկյան կործանիչն է։ Առաջինը F-15-ը ոչնչացվել էր դեռ մարտի 2-ին։ Եթե այդ պնդումները հաստատվեն, սա կլինի պատմության առաջին դեպքը, երբ F-15-ն ու F-35-ը կործանվել են իրական մարտական պայմաններում։ Հասկանալու համար, թե ինչու է սա պատմական, պետք է իմանալ, թե ինչ կործանիչի մասին է խոսքը։ F-35-ը նախագծված է այնպես, որ թշնամու հակաօդային համակարգերը նրան ուժ հայտնաբերեն կամ ընդհանրապես չնկատեն, դրանով իսկ թույլ տալով կործանիչին ներթափանցել այն տարածք, որտեղ թշնամու հակաօդային պաշտպանությունն ամենաուժեղն է եւ հարվածել նախքան հակառակորդը կկարողանա արձագանքել։ Դրա համար կործանիչի մակերեսը ծածկված է հատուկ նյութով, որը կլանում է ռադարի ճառագայթը անդրադարձնելու փոխարեն։ Զինամթերքը եւ վառելիքը կործանիչի ներսում են, որպեսզի ռադարը դրսից ոչինչ չնկատի։ Արդյունքում թշնամու ռադարի էկրանին F-35-ը երևում է փոքր թռչնի չափ։ Այս կործանիչը ձայնից արագ է թռչում եւ ներսում կարող է տեղափոխել 8 տոննա զինամթերք։ Ամերիկյան ռազմաօդային ուժերի հպարտությունն ու Մերձավոր Արևելքի երկնքի տիրակալը մինչև այսօր անպարտ էր մնացել։ Հենց դա է պատճառը, որ Վաշինգտոնում այս լուրն անհանգստություն է ստեղծել, ոչ թե կորցրած ինքնաթիռի ֆիզիկական արժեքի, այլ հոգեբանական ու ռազմավարական ազդակի պատճառով։ Սակայն Թեհրանը հաղթանակով ոգևորվելու երկար ժամանակ չունի, Թրամփը գործողության է անցել։ Սոցիալական ցանցերում նա հրապարակել է Թեհրան-Քարաջմայրուղու կամրջի փլուզման տեսանյութը կից գրությամբ։ Իրանի ամենամեծ կամուրջը փլուզվում է, դրանից այլևս երբեք չեն օգտվի, առջևում դեռ շատ անելիք կա։ Իրանը պետք է համաձայնության գա, քանի դեռ ուշ չէ եւ ոչինչ չի մնա այն բանից, ինչը կարող է մեծ երկիր դարձնել։ B1 կամուրջը, որի բարձրությունը 136 մետր է, շինարարության վերջնական փուլում էր եւ պետք է միացներ Թեհրանն ու Քերեջը։ Իրանական ինժեներիայի ճանաչված գլուխգործոցին հարվածելու հետևանքով 2 մարդ է զոհվել, կան վիրավորներ տեղի բնակիչների շրջանում։ Դոնալդ Թրամփը սպառնացել է ջնջել երկրի երեսից Իրանի էլեկտրակայաններն ու խմելու ջրի արտադրության կայանները, եթե Թեհրանը շուտով չհամաձայնի խաղաղության պայմաններին։ Այսօր կարող եմ ասել, որ մոտ ենք առաջիկայում Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր ռազմական նպատակներին հասնելուն։ Առաջիկա 2-3 շաբաթվա ընթացքում չափազանց ուժեղ կհարվածենք։ Նրանց կվերադարձնենք քարե դար, որտեղ նրանց տեղն է։ Ինչ է նշանակում հարված էներգետիկ համակարգին։ Առաջին հերթին Իրանում ապրում է 90 միլիոն մարդ։ Փորձագետները մատնանշում են, որ Իրանի էլեկտրաէներգիայի ավելի քան 95%-ն արտադրվում է գազով եւ նավթով աշխատող ջերմային կայաններում։ Երկրում կա մոտ 130 նման կայան։ Ամենամեծը Դամավանդն է, գրեթե 3000 մեգավատ հզորությամբ։ Հաջորդը Նեկկան է, Կասպից ծովի ափին։ Դրանց ոչնչացումը կնշանակի հիվանդանոցներ առանց հոսանքի, ջրամատակարարման համակարգեր առանց պոմպերի, կապ առանց ցանցի։ Amnesty International միջազգային մարդասիրական կազմակերպությունը հայտարարել է, որ նման հարձակումը կնշանակի պատերազմական հանցագործություն։ Թեհրանն էլ չի լռում։ Իրանի արտգործնախարարն արդեն ասել է, որ կառույցներին հարվածելը կստիպի ոչ թե հանձնվել, այլ ավելի ամրանալ։ Յուրաքանչյուր կամուրջ եւ շենք ավելի ամուր կվերականգնվի։ Ինչը երբեք չի վերականգնվի՝ Ամերիկայի հեղինակությանը հասցված վնասը։ Թեհրանն ուղղակիորեն նախազգուշացրել է, որ եթե ամերիկյան հարվածները շարունակվեն, ապա իրենք կկործանեն Պարսից ծոցի արաբ դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքները՝ Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Քուվեյթ, Քաթար։ Տարածաշրջանի ամբողջ էներգետիկ համակարգը կարող է հայտնվել կրակի տակ։ Ֆինանսական շուկաներն արդեն կտրուկ են արձագանքում այս պատերազմին։ Նավթի գինը 1 բարելի դիմաց հասել է $117։ Միջազգային արժույթի հիմնադրամը զգուշացնում է, շարունակելու դեպքում ամբողջ աշխարհի բնակչությանը կսպառնա ավելի թանկ կյանք եւ ավելի դանդաղ զարգացող տնտեսություն։